Սիրելի եղբայրներ եւ քույրեր, խաչի ճանապարհը մեզ համար մի քայլ է գնալու դեպի մեր մեղքերի ներմանը։ Հիսուս իր կյանքը զոհեց հանուն մեր մեղքերի ներման, որպեսզի մենք կարողանանք զղջալ մեր կատարած մեղքերի համար եւ դառնանք դեպի ճշմարիտ եւ մեզ անչափ սիրող Հիսուսին։ Այո, եղբայրներ եւ քույրեր, Հիսուս կրեց այդ դաժանագին ցավերը, քանի որ սիրում է մեզ եւ զոհեց իրեն այդ սիրուց բխված։ Մենք մեր կյանքում հաճախ հեռանալով Աստծուց, մեզ իջեցնում ենք խավարի եւ հոգեվոր մտության մեջ, սակայն Հիսուս տալիս է մեզ հնարավորություն մեր գեղեցիկ եւ բարի գործերով դուրս գալ այս խավարից եւ կամ հոգեվոր մտությունից, որպեսզի քայլենք դեպի ճշմարիտ լույս, որ է եւ կա Հիսուս Քրիստոս։ Հաճախ մեր առօրյա կյանքի դժվարությունները նման են խաչի ճանապարհին, որտեղ որ մենք ապրում ենք վիշտ, ցավ, դխրություն, սակայն մենք կարող ենք մեր հավատքով եւ սիրով դեպի Աստված նորից ոտքի կանգնենք եւ քայլենք առաջ, ինչպես որ դա արեց մեր Փրկիչը։ Այսպիսով, սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք կանչված ենք փարատելու խավարն ու մտությունը Քրիստոսի սուրբ եւ ճշմարիտ լույսով, քանի որ գիտենք, թե ինչ անսահմանությամբ ենք մենք սիրված մեր Փրկչի կողմից։ Եվ Հովհաննեսն իր ավետարանում ասում է հետևյալ գեղեցիկ խոսքերը. «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը նրան չնվաճեց»։ Սիրելիներ, Քրիստոս իր անձը զոհեց հանուն մեզ, որպեսզի մենք թույլ չտանք, որպեսզի խավարը այլևս փորձի նվաճել այն ճշմարիտ լույսը, որը մեզ նվիրեց մեր Տեր Հիսուս Փրկիչ Քրիստոսը։ Ամեն։